Ես ինչ ա, Ղարաբաղցիները դարդ չունեն, ցավ չունեն, ինչ ա, ինչ եք ուզում, ինչի չեք դուրս գալիս, ուզում եմ դիմեմ ժողովուրդ ընկերներ, մեզանից ամեն մեկը կարա գոնե մի մարդ բերեն, ինչ են ուզում Ղարաբաղցիները, ինչի պետք է մեր հարցերը լուծել, թե այսպես եք դուրս գալիս բողոքի, բոլորը ապահովել են բոլորը, մենք գործ ունենք մի կառավարության հետ, որ հետևողականորեն ջնջում է արցախցիների և քաղաքական պահանջները հիմա սոցիալական հարցերի միջոցով, որը վերջնականապես ջնջի։ Իրենց գործն է, բայց իմանալով, որ վաղը դու ընկերդ, հարևանդ զրկվելու եք սոցիալական աջակցությունից և ինչ-որ մեկը հայտարարում է, որ դուրս են գալիս, բնչի չեք դուրս գալիս։ Ինչու դուրս չեք գալիս ձեր բողոքը ասելու, ձեր ժողովուրդ, այսպես չի լինի։ Հիմա պետք է հայտարարենք, ասենք, որ այդպես է կառավարությունը ինչ ասում է լավ անում, հերիք չի, հասարակ ժողովուրդը դուրս չի գալիս, արցախցիների մեջ էլ առաջացել են իրենց արևի ղեկավարներ, որ ժողովրդին համախմբելու փոխարեն կես-կես են անում։ Սա վերջն է արդեն ժողովուրդ, ես տարիներ արդեն երևի 4-5-րդ տարին է, այստեղ խոսում ենք, ասում ենք, այս անտարբերությունը, որը իշխանությունները հայկական, լինի Արցախի, լինի Հայաստանի, մտցնում են, ներարկում են, սրսկում են ձեր մեջ բերելու ավելի վատ բաների։ Ասել ենք 20 թվականի նոյեմբերից, որ մեր թշնամիների թիրախը հադրութը չէր, այն ժամանակ Ստեփանակերտից ինձ զանգում էին, ասում են, այդպիսի բաներ մի ասա, Ստեփանակերտը պայելու է կես եկան։ Տեսնում էինք և ասում էինք, որ թիրախը հադրութը չէր, Ստեփանակերտն էլ չէր, ասել ենք, որ թիրախը այս քաղաքն է, Երևանն է։ Հիմա այստեղ արցախցիները չեն դուրս եկել իրենց շահերը, բայց իրականում պետք է արցախցիներն այստեղ կանգնած լինեն նաև հայաստանաբնակ ժողովուրդը, որովհետև ժողովուրդ Հայաստանի իշխանությունները գնում են Հայաստանի պետականության լուծարման։ Եթե դուք չեք տեսնում բազմաթիվ խելացի փորձագետներ ունենք, որոնք ասում են վերլուծում բացատրում են ձեզ, ձեր խելքը ձեր գլուխը հավաքեք, բայց առաջին հերթին դիմում եմ արցախցիներին։ Այստեղ պետք է ամեն օր ցույցեր լինի այնքան ժամանակ, մինչև կառավարությունը չխոստանա սոցիալական հարցերը վերականգնել, այնուհետև սահմանադրությամբ ունեցած իր պարտականությունը, որ Արցախի պետության և Արցախահայերի երաշխավորը պարտավոր է կատարել։ Եթե չի կարողանում կատարել, թող հեռանա։ Ժողովուրդ, այսօր մի ուրախացեք, մի բան արեք, որ մեկը եկավ, մեկը չեկավ, կառավարությունը էս է, ուրիշ տեղ ենք, մեզ ուրիշ տեղ են տանում, հավաքեք ձեր խելքը, խելքները գլուխներդ հավաքեք, միաբանվեք, ամբողջ հայությունը պետք է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մենակ Հայաստանի 28 ամբողջ, չգիտեմ, քանի 10-րդական տարածքում ապրող ծնվող մարդու համար չի։ Հայաստանի Հանրապետությունը հայկական մենտալիտետը, Հայաստանի Հանրապետության ստեղծողները 1918 թվականից ստեղծել են նրա համար, որ ամեն հայի հետևից հասնի Հայաստանի կառավարությունը, մինչև անգամ Գրենլանդիայի և Ավստրալիայի հայի հետևից պետք է հասնի։ Հայտարարել այսօր, որ մենք բավարարում ենք Հայաստանի տարածքով, ինչ-որ պատմական Հայաստան, իրական հայ, այսինքն պետք է շարունակենք նաև Այբուբենից հրաժարվել, որովհետև Այբուբենը ստեղծվել է պատմական Հայաստանում, իրական Հայաստան։ Պետք է Նիկոլի կառավարությանը խնդրեք մեզ համար Այբուբեն հնարինոր։ Ժողովուրդ, ինչքան կաք էստեղ, ինչքան մարդիկ մեզ հետևում են հեռուստատեսությամբ, Կոչ եմ անում, արթնացեք, Արցախցու շահերը պաշտպանելով դուք պաշտպանում եք Հայաստանի շահը, Արցախցին հայ է, եթե հայը վտանգի մեջ է ու Հայաստանի կառավարությունը այդ վտանգված հային դեր չի կանգնում, նշանակում է նրա հետաքրքրված չի հայկական պետականությամբ գոյությամբ։ Ամեն ինչ պարզ ջրի վրա չեն էլ թաքցնում, հիմա այսօրվանից արդեն մեղավորներ են ման գալիս, թե ում գլխին են կոտրելու Հայաստանի պետականության լուծարումը։ Ոնց որ Արցախի պետականության լուծարումը մի քանի անմեղ շունակ Արցախու գլխին ունեն կոտրած լինեն, նույն ձև էլ արդեն սկսել են ման գալ, թե ում են մեղադրելու։ Դա դուք ես եք արել, դրա համար պետությունը չի եղել, դուք են եք արել, պետությունը չի եղել։
Սիրելի ժողովուրդ, այս մի քիչ շատ քաղաքականության տրվեցի սոցիալական հարցերի փոխարեն, բայց ասեմ, մեկ ֆորմուլա գոյություն ունի։ Աշխարհի ամենափոքր սոցիալական հարցը սկսվում է սխալ քաղաքականությունից եւ լուծվում է ճիշտ քաղաքականությամբ։ Դրա համար ստիպված սոցիալական հարցերից խոսելուց անցել են քաղաքականության։ Սիրելի ժողովուրդ, համախմբեք, խոսքս առաջին հերթին արցախցիներ են վերաբերում, համախմբեք եւ կոչ արեք, որ հայաստանաբնակ հայությունն էլ կանգնի ձեր կողքին։ Նորից եմ ասում, Արցախը անգամ դեռևս լրիվ կորած չի, եթե վերջնականապես կորցնենք Հայաստանի պետությունն էլ չի լինելու, առանց Արցախի Հայաստանի պետություն չկա։ Միաբանվեք հայ հասկացողության շուրջը, չկա արցախցի, չկա երևանցի, միաբանվեք հայ հասկացողության շուրջ եւ պայքարեք, ժողովուրդ։